Բարի գեսոր սերներ, շնորհակալ ենք Աստծուն, որ Տերը շաբաթն ևս մեզի կյանք տվավ եւ բավական բացակայությունը վերջը նորեն գայնանք միասին սերողություննել։ Հիմա մենք նոր քիրքը պիտի սերվենք Ասիարամսյագին, որ գսե Բողոս Արաքյան առաջին եւ երկրորդ ուղերձները Կորինթացիներուն։ Առաջին եւ երկրորդ Կորինթացիներուն քիրքերը պիտի սերվենք եւ այս շաբթվա մեր տասին վերնակիրն է Բողոսի ծառայությունը Կորինթոսի մեջ, Բողոս Արաքյանին ծառայությունը։ Աղոթենք։ Երկնավոր փառավորյա Սուրբ Տեր, շնորհակալ ենք քեզ մեր բոլոր բարիքներիդ համար, Հայր, հատկապես քո խոսքիդ համար, որ մեր ցերկերոդ մեջ ունենք։ Հիմա որ կուզենք քո խոսքը ցերդել, Հայր, իմ կխնդրեմ, որ Սուրբ Հոգիդ զորությունը, ներկայությունը մեզ հետ լա, որովհետեւ մենք միայն կարողանանք իրեն հնազանդել, իրեն ասածը խոսել եւ իրեն ասածը լսել եւ մեր կյանքին մեջը անիգա կարողանանք կործատրել։ Հիսուսի անունով խնդրեցի, անոր թափածարան արժանիքով։ Ամեն։ Հիմա նամակ գրելը հին տարերը իվեր գոյություն ունի։ Անշուշտ հիմա մենք email գնենք կամ text գնենք, էլեկտրոնիկ ձևով տեխնոլոգիան բարձրացել է, զարգացել է։ Սակայն իր ժամանակին Աստծո խոսքը երբեմն նամակներու միջոցով, ինչպես որ Բողոս Արաքյան նամակները գսե, դեպի Կորինթացիներուն։ Ուրեմն Բողոս Արաքյալ ուրիշ տեղ էր, Եփեսոսի մեջ էր, եւ Կորինթացիներուն եկեղեցին ուզեց նամակ գրել, եւ այդ նամակը առաջին եւ երկրորդ Կորինթացիներուն նամակը սկիզբը առաջինը գրեց, վերջը երկրորդը եւ առաջին Կորինթացիներուն ամենեն երկայն նամակն է։ Նոր գդագայի մեջ եւ ամենեն երկայն նամակը առաջին Կորինթացիներուն նամակն է։ Գսվի թե ուրիշ նամակներն ալ գրած է, որ չունենք, գործված է։ Միայն առաջին եւ երկրորդ նամակները կա, որ ունենք մեր Սուրբ Գիրքին մեջը։ Գիտեք, Աբեդարանից մգար անունը Ուիլյամ Քերի եւ սովորությունները ասելու ինքը գոշկագար էր Ուիլյամ Քերին։ Եվ հիմա մեծ համալսարաններ կան իրեն հանունովը, եկեղեցիներ։ Ուիլյամ Քերին ասաց է, որ գոշկագարությամբ կսպաղվի իմ ծախսերս հոգալու համար, սակայն իմ իրական գործս հոգին է շահիլն է։ Եվ ճիշտ ասել նաև Բողոս Արաքյալին գործը։ Ինքը իրեն գործ ուներ, ինչպես որ գիտեք, վրանակորձ էր, վրանակորություն գներ, բայց իրեն փուն գործը հոգին է շահիլն էր։ Այս շաբաթ պիտի անդրադառնանք Պողոսի ծառայությունը Կորինթոս քաղաքին մեջ, ինչպես սկսավ, եւ այդ եկեղեցին ինչպես մեջտեղ եղավ, եւ ինչ տեսակ խնդիրներ ուներ, որ մեր հիմակվա եկեղեցիներում պես խնդիրներ ուներ այդ եկեղեցին, եւ արդյոք վեր մեկ համայնք կա, որ խնդիր չունի, չի գա այդպեսի համայնք, ամենն ալ ունին։ Ուրեմն Կորինթոսի եկեղեցին կփախվեր լուրջ դժվարություններով հետ, սակայն ասոնք կդիմավորվեր խաչի պատկամով։ Քրիստոսի խաչը իրենց աչքին առջև ունենալով այդ հավատարիմ ուղին գուզեին առնել։ Ուրեմն աս նամակներուն մեջը մենք նաև պատկամը կունենանք, որ գնանք կիրառել նաև մեր կյանքին համար։ Ուրեմն գարտանք Գործ Կարաքելոց 18-րդ գլուխ 9-10 համարները։ Իշերը դեսնիկի մեջ դերը ըստան Պողոսի, մի վախնար, աբա խոսե և լուր մի գենար, պասնզե ես կեզի հետ եմ, և մեկը կեզի թեմ դիչել է, կեզի վրայիս հասցնելու համար։ Կեզի վնաս հասցնելու համար։ Բայց քանզի այս քաղաքի մեջ ես շատ ժողովուրդ ունեմ։ Ամեն։ Ուրեմն Աստված նույնիսկ կուքա Բողոս Արաքյալին զորացնելու, ասելով որ մի վախնար, խոսիր եւ մի լռեր, որովհետեւ ես քեզի հետ եմ։ Այսինքն մեզի ալ Աստված կսե, բերանդ բաց, ինչպես ակսեղբա երբեմն կսե, որ երբ որ մեկում հետ կխոսիս, բերանդ բաց ասե, որ փառք Տերոջ, քեզի կհարցնեն ինչպես ես, մի սեր միայն լավ եմ, ասե որ փառք Տերոջ, անիկա քեզի Աստծո նախ փառք կբերես, երկրորդ ալ առիթը կփանաս, որպեսզի դիմացին հետ Աստծո մասին խոսես։ Եվ վերջը կսե, որ ես մի վախնար, որ քեզի մեկը վրա պիտի չի հարցակի,
Ինչու համար ասիգա գսե, քանի որ ատկի առաջ եղած ուր որ էր ինքը Բերիայի մեջ էր, իրեն շատ նեղություն տվին, ծեծեցին, քարգոծեցին եւ վրընդեցին դեսագովը, անոր համար հոս, երբ որ ընդունելություն չի գտավ սկիզբը, տեսա որ շատ չար են ժողովուրդը, խորեցա որ ատեղենա բիցեկե երթա, բայց Աստված եկավ իրեն, Հիսուս եկավ իրեն, դες մեջա որ մի կեուվատ մեկը պիչի հարցակի, կեզի վնաս պիչի դան աստեղը, Աս քաղաքին մեջ աբավ բիդալաս, քանի որ ես որ ժողովուրդ ունիմ, հիմա ասիկա քիչ մը բիցերդենք, ուրեմն նաև գարտանք, Կորինթացիներուն առաջին գլուխ առաջին համարը, այո, Պողոս Աստծո վանքով է Հիսուս Քրիստոսի առաքյալ։ Պողոս Աստծո վանքովը Հիսուս Քրիստոսի առաքյալ ելնալու կանչված ու Սոթենես եղբայրը առաջինը։ այո, միայն առաջինը, ահոս, կտեսնանք, որ Պողոս առաքյալը ինքնին կներկայացնե, որ Աստված իրեն կանչեր է, այսինքն ինքը ինքնագոչ չէ, ինքը իրեն չելավ կարաքելություն, այլ Աստված իրեն կանչեց, ինչպես գիտենք, որ Աստված կանչեց, երբ որ Դամասկոս յետհավ ջամփուն վրա Հիսուս իրեն երևցավ եւ իրեն կանչեց, այո։ Ուրեմն մարդկային չէ իրեն գոչում, այլ Աստուծմե է, ասի շատ կարևոր է, որ մենք հալ գիտնանք, որ երբ որ Տերը մեզի կկանչի, մենք պատրաստ լինենք այո ասելու։ Եվ ադիգա մենք մեզ մեջ է, այլ Աստված է, որ մեզի կկանչի։ Պողոս առաքյալը ուրիշ տեղ մը գսե, որ ինչպես Երեմիան որ Տերի մորս որովայնեն քիչ առաջ եղբայր Սարգիս եղբայրը քարոզի մեջ ասա մորս որովայնեն քեզ կանչեցի գսե ուրեմն որպես Աստծո շնորհքին դրսևորումն է ասիգա ինչու համար որպեսի Քրիստոսի ավելան հրճագե հեթանոսներու մեջ եւ ինքսինքը գտասե անոնց հետ ովքեր որ Հիսուսի հետ ժամանակ անցած են հայ որ Հիսուսի հարութենեն վերջը Հիսուս իրեն երևցավ Հիսուսի առաքյալ այսքան այս կոչումը գաղափարներով ամբողջ շարք մը գներար է գնաշը ով ուղարկված Հիսուսի կողմ է այսքան միևնույն ժամանակ ինքնին կներկայացնե Հիսուսի ծառա մի խոսքով Պողոսը Հիսուսի առաքյալն է եւ ոչ միայն Հիսուսը Պողոսի առաքելության կենտրոնն է, այլև Պողոսի կյանքին կենտրոնն է։ Ոչ միայն իրեն կորձն է, այլև իր կյանքն է։ Պողոս աչափ կսիրե Հիսուսը ոչ չի գնար թատրիլ անոր մասին խոսել են եւ մտածել են։ Անիգա գցանգա Հիսուսի մասին պատմել իր խնամքին դակ գտնվող ամենուն։ Որբեսի քրիստոնյա կենտրոն ըլլան։ Անոնքալ Քրիստոսի վրա կենտրոնացնեն իրենց կյանքը։ Ուրեմն հարցումը ան է, որ մեր գանչվածությունը ուր է։ Ինչ են կհասկանանք, թե ինչ է մեր գոչումը, ինչպես գիտենք, եթե գոչում ունենք։ Երբ որ գաղութենք, Աստծո գխնդրենք բամը գտեսնանք, որ Աստված մեզ ինչ ճամփայով գարաշնորհթ է, գտեսնանք, որ իրեն ցերկը մեզի շիդակ տեղը կդանի։ Մենք նաև ունենք կորց կարաքելոց 17-ը, հոն չեն կրված տեղը, մեկը գարտան է, 17-ը 16 համարը գարտանք նայենք ինչ կսե ադիգա։ Պողոս ադենքի մեջ անոնց սպասելով իր հոգին անանքիս դերներսիտին, բասնզի կաղաքը բոլորովին գրաբաշճան մեջ անգամած կտեսներ։ Այո։ Չէ, ուրեմն հոս ինքը երբ որ աթենք էր, տեսավ, որ քաղաքը գրաբաշճան մեջ է եւ անհանգիստ է, եւ ատկե վերջն է, որ ինքը Կորինթոս գնաց։ Երբ որ Կորինթոս գնաց, Դիմետրիոսն եւ Շեղային գսերանքեց, որ իդ իրեն կան, մոդեն իրեն հետ
Կորինթոսեն Աթենքեն իրեն կան եւ ինչ որ անոնց կսպասեր կսկսի Հիսուսի մասին խոսել ժողովրանի մեջը եւ շուգայի մեջը եւ Արիստաբաքոս ուրեմն առաջինը ուր կսկսի իր ծառայությունը կամ խոսակցությունը ուր պիտի երթա այդ քաղաքին մեջը սինագոգը ժողովարանը ուր որ հրյաները գային եւ հրյաներուն պիտի խոսի այն մասին ինչ որ հրյաները կհասկանան Մեսիային մասին Ուրեմն ամեն հնարավոր առիթ կսեք կործածեր, որպես Հիսուս մասին խոսի։ Հիմա կորս կար 18-րդ գլուխ։ Մեգեն 18 համարներուն մեջ, մեգեն 11 համարներուն մեջ քանի համար գարտանք միայն, քանի որ շատ երկայն բիդլանի գա։ Այսքեր գլուխս ատենքեն դաբելով որոնտոս կնած ուղիլյամը կդալ ալվոս աննով կնունտով ոնդասի որ իր վիսյա վնոչետ նոր եգեր են ինտանյային։ Որովհետև ինք արեստավոր էր անոնցքով գեցավ և կորձեր։ Ամեն շաբաթ օր ժողովարանի մեջ խոսեր և հրյաներն ու հույները կհամոզեր, որովհետև դեռ չխոսել են։ Անոնք ալիև թեմ գեցան ու կհայոյեին ինք հանդերսները թողվելով սավանոնց ծեր այրոնը ծեր կլուխը ես ամբար եմ ասկե հետո էտ անոսնոն երկան։ Ժողովրդապետը Քրիստոս եւ բոլոր դնովը հավատաց Տերոջը Կորինթացիներեն շատեր ալսելով հավատացին ու մգրդվեցան։ Այո։ Վասնզի ես քեզ հետ եմ եւ մեկը քեզի տեմբիչել է քեզի վնասման հասցնելու համար քանզի այս քաղաքի մեջ ես շատ ժողովուրդ ունի։ Ոնդարիման ու 6 ամիս կեցավ ու աստծո խոսքը անոնց սորվեցան։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն հոս ամեն շաբաթօր կերտար ինքը ժողովարանը եւ հрьяաներ հույները կհամոզեր եւ անդեղեն ժողովրդապետը այսինքն սինագոգին մեծը առաջնորդը Քրիստոս էր Հուստոս կսե օքեյ Հուստոս Քրիստոս կհավատա եւ ամեն դունովը կմգրդվի եւ ադիգա մեծ օգնություն կլա որ ժողովուրդը ավելի սկսի իրեն մտի գնելու Եվ ինքը հոն մեգուգես տարի գարենա գենալ և կարոզել։ Դեղմը որ շատ անասվածություն գար։ Ուրեմն նախ հրյային, այսքան նախ մենք մեր դունին պիտ կարոզենք, մեր եղած տեղին մեջ պիտ կարոզենք, մեր եղած տեղին մեջ պիտի աբեդարանենք, պիտի վգայենք։ Եվ ով անշուշտ Հիսուս Քրիստոսը։ Ուրեմն Կորինթոսը կարևոր կենտրոններն մեկն էր, շատ հայտնի էր իր փարգավաճ արևդուրով, քանի որ ծովեզերք էր։ Հիսուսին ծնունդեն մեր թվարկեն առաջ 146 թվականին քաղաքը գայրվի Հռոմի գոմեն։ Հռոմը լման գայր է քաղաքը։ Եվ վերջը 44 թվականին յետ կվերագառուցե, եւ այս անգամ ամեն հին սովորությունները, հին քաղաքարները, ինչ որ հնություններ չունին այլևս, ամեն այրեցավ։ So ասիկա նոր քաղաք բներ եւ շատ նորություններ կար իրեր մեջը եւ ամեն հետաքրքիր էին, ամեն նոր բաներով հետաքրքիր էին։ Ուրեմն երկու կարևոր նավահանգիստ ուներ եւ այդ ծևով շատ արևդուր կունենար։ Ուրեմն Պողոսը ընտրեց Կորինթոսը ճիշտ ասոր համար, որ աշխարհական շահավետ թիրք մոներ ասիգա։ Այսպիսով հնարավորություն կստեղծվի իր համար աբեդարանի տարածման համար, հաստատվելով Կորինթոսում այն Պողոսը այնուհետև հեշտությամբ կփոխանցեր աշխարհի բոլոր մասերը, քանի որ նավահանգիստ էր, ուր անդեղ են ամենտեղ գնալ երթալ։ Վերջը, քանի որ ծաղուն արևդուրի կենտրոն էր, իր ապրուստը գնար թյուրությամբ հոգալ, վրանը կշիներ, կծախեր, իր ապրուստը կհոգար։ Սակայն աստեղը զերչեր աս հարուստ քաղաքին մեջը մարդահրավերներ են։ Բացահայտ կրոնական բազմագարզություն կար։ Ամեն տեսակ կրոնք կար աստեղը։ Ուրեմն կար Աբոլոնի նվիրված գառույցներ, կար Աթենասի նվիրված, կար Աֆրոդիտե, նույնիսկ եգիպտական աստվածներ կպաշտեին Սարաբիս եւ Իսիս։ Այսինքն ասոնք շատ
չաստվածներ ունեին եւ անոնց կբաշտեն շատ հեթանոս էին ինքս սենադոր Այս բոլոր կրոնական խառնաշփոթեն բացի Կորինթոս հայտնի է նաև սեռական սանցազագությամբ իրենց կովը կսեն որ Աֆրոդիտեին դաջարին մեջը գար 1000 հատ սուրբ մարմնավաճառներ այսինքն կրոնական մարմնավաճառներ եւ ադիգա ընդունված է իրենց համար Այնցանները ես տեսա որ մեկը խրած էր մեր Անահիտ Չասվածուին մասին որ մեր հայերը գսեն որ անիգա է մեր Չասվածուին նույնը մեր կովն էր սուրբ մարմնավաճառություն այսինքն բորնոգություն իրենց տաճարները ներս եւ քրիստոնեություն ասիկա ամենը արմադախիլ երավ եւ բերավ մաքրություն բերավ սրբություն բերավ քեղեցկություն գերբով ընտանեկան քեղեցկություն հավատարմություն եւ մաքրություն Պետք է մենք մեր Քրիստոսը շատ սիրենք եւ գարչինք իրեն տված ուսուցմունքներն Կռաբաշտություն եւ ամփարականությունը առօրյա կյանքի մասն էին եւ Բողոսարակել ասոնց մասին գրել նաեւ եկեղեցին որ եկեղեցին մեջ ասասակ բաներ չլան Կորսկայից 18 համարները մեկ անգամ եւս կարդանք Ամեն շաբաթ որ ժողովարանին մեջ կխոսեր եւ հրեաներն ու հույները կհամոզեր Երբ Շիղան եւ Դիմետրիոս Մագետոնայեն եկան Պողոսին հոգին երամքով վարված ըլլալով վկայությունով հրեաները կհամոզեր թե Հիսուսը Քրիստոսն է Անոնք ալ եւ թեմ եկեցան ու կհայոյեին ինք հանդերձները թոթվելով սավանից Ձեր անունին արինը ձեր կլուխա ես ամբար եմ ասկե հետո հեկանոսներում դիվի երտամ Այո Անգե երթալով մտավ Մեգունդունը որուն անունը ուստոս էր, աստվածավախ մարդմը, որուն դունը ժողովարանին գից էր։ Ժողովրդապետը Քրիստոս իր բոլոր դունովը հավատաց Տերոջը, որընթացիները շատեր լսելով հավատացին ու մկրտվեցան։ Շնորհակալ եմ։ Ուրեմն դժվար էր աս աշխատանքը։ Մարդիկը իրեն ընդեմ գեցան, նույնիսկ հայեցին իրեն։ Այսինքն երբ որ դու Աստծո խորզը գուզեսնել, միշտ չէ որ ընդունված ես։ Հալաջուրի պես քեզի հա հրամեգս են քեզի հագարակը գենան քան որ դու իրենց մեղքը իրենց կծծնես եւ գսե իրենց կհամոզե որ Հիսուսը Քրիստոսն է ինչ է այսինքն Քրիստոսը Մեսիան այսինքն Աստծո որդին է ասի երսելիքը իրեն փունսելիքը ասիգա էր եւ գուզեին արադավորել նախադել զրբարդել արադավորել Բողոսի հեղինակություն եւ խանգարել իր հաջողության հասնել ավերջական շրջանագին մեջ Բարեբախտաբար Բողոսի աշխատան գործար ժողովարան իզուր չանցավ, քիչ վերոսինք Քրիստոսը հավատաց եւ Կորինթոսի շատերը նույնպես հավատացին։ Երբ որ դերը քեզի կորձած է անպայման արդյունք մը գուտա։ Գայլը կուզած այդպես չի արդյունքը, բայց արդյունքը անպայման պիտի դա։ Երբեմն մենք չենք գիտներ արդյունքին մասին։ 9-10 համարն 11-րդ համարը գարտած տանտան Չնադիգայր 9-11 չէ Անի կորսկարակելոց է Հա անիգա գարտա այո կորսկարակելոց 8-ը ամեն 18-րդ գլուխ 9-10 Now the Lord spoke to Paul in the night by a vision. Do not be afraid, but speak and do not keep silent. For I am with you, and no one will attack you to hurt you, for I have many people in this city. And he continued there 1 year and 6 months, teaching the word of God among them. Այո, մի վախնար ասա, մի վախնար, եւ մեկ ուգես տարի թերհոն շարունակեց, կայ որ աս Քրիստոս անցամբ քիշերը դեսիլկով հայտնվեցավ իրեն։ Ես տգարության վախով մեծ թողով եղած ես մոտ կսեգոր Կորինթոսների 2-րդ գլուխին մեջը։ Եսայի գարտանք Եսայի 41-րդ գլուխ 10-րդ համարը 41 10 10-րդ համարը Մի վախնար, քանզի ես հիմա քեզի հետ եմ Այո Մի զարհուրիր, վասնզի ես քո Աստված եմ Քեզ պիտի զորացնեմ ու քեզի օգնություն բգենեմ
ու իմ արդարությանս աչովը քեզ դիվի կրնեմ։ Այո, ուրեմն դերը մեզի ինչ կսե մի վախնար, զորացիր, արդարությանս աչովը քեզի պիտի բռնեմ։ Ոչ մեկ բանի մեջ վախի մեջ չունենք։ Ուրեմն Պողոսը մեուգես տարբերչի գծկե Գորոնթոս եւ Գերտա եւ Եփեսոս եթանեն վերջը ուզե դեսնալ որ ասոնք ինչ վիճակի մեջ են, անոր համար է որ աս Գորոնթասներուն քիրքը գկրե ուղերձը կամ նամակը թուղթը գկրե Գորոնթացիներուն եւ աստմած Ուրեմն Գորոնթացիներուն կսե որ ինքը ես կսե հիմա Եփեսոս պիտի մնամ, բայց ծմերը ցեզի պիտի կամ եւ հոն Դիմետրոսը գղրգե 16-9 Պողոսը Եփեսոսին մեջ կսե երբ որ գլսե որ Գորոնթոսի մեջ կորզեր աչափը լավ չեն ադի գուզեի գոր գտնալ առաջին Գորոնթացիս 1:11 ադի գարտացինք 1:11 Վասնզի ցեզի ամայնջի լուր հասավ եղբայրներ քղոյի անդունեն եողներեն թե ցեր մեջ հագարագություններ կան ուրեմն նամակագրություն եղավ եւ իրեն լսվեցավ որ կորզերը շատ լավ չեն եկեղեցին մեջ երկպարագություն կա նեղություն կա նույնիսկ սերային ամփարագանություն կա թադական հարցեր կան խմբագային բարակտումներ կան եւ աս հարցերուն ինքը գսկսի վերապերվել եւ գսկսի քրել գսե որ ամուսնությունը ամուսնալությունը գուսագրոնությունը գուրկեն զոհաբերված ծնունդը պաշտամունքի ժամանակ վարվելագերբը հոգեվոր բարգեւներու օգտագործումը եւ հարության վերապերասխալ պատկերացումները գսկսի մեկ Գորոնթոս as որ մենք կամած պիտի սերդենք հիմա այսօր միայն գսենք որ ինչ գրված է աս Գորոնթացիներուն քիտքին մեջը Ուրեմն աս քիրքը նաև մեզի համար կարևոր է, քանի որ արդիական շատ բաներ ունենք, որ մենք գտնանք նույն բաներուն, նույն սխալներուն, նույն նեղություններ ունենալ։ Ուրեմն աս նամակը, որ գկրե ամենահարուստ, ամենաուզուցողական եւ ամենազորավոր նամակներն մեկն է, որ Պողոս առաքյալ գրած է։ Ուրեմն մենք կհասկանանք, որ Կորինթոսի եկեղեցի անդամները կգտնվեին իրենց շրջակա մշակույթին ասացության տակ։ Ինչպես որ հիմա մենք մեր զավակները այս մշակույթին ասացության տակ կգտնվին։ Երբեմն մենք կսենք այս մշակույթը շատ հագարակ է հոգևոր արժեքներուն եւ այնադենալ նույններ, անոնքալ անդեսակ շրջանակներ, որ հոգևոր արժեքներուն հագարակ էր։ Ուրեմն այնպիսի երևույթներ կային, որ մրցակցությունը օրինակի համար իրար հետ կմրցին։ Ասիասյունը ես ասյունենամ։ Գախումչունի տուն գնաս կամ չես գնալ, իրար հետ կմրցին։ Իշխանություն, ես պիտի իշխեմ, հարստություն, ասոյ դևեն գինան։ Որոնք այսօր նույնպես կնան մարտահրավեր ներդել մեր եկեղեցին։ Ընդհանրակը Պողոսը գծկտե ստեղծել քրիստոնեակենտրոն մշակույթ։ Աշխարհային ավետարանի գիզագերբով նայելու ճամփայով, այսինքն ավետարանի աչքերով տեսնալու, մարդոց նայելու Քրիստոսի աչքերով, խաչի ճամփայով նայելու ժողովրդին։ Վասնզի շատ նեղությունները եւ սրտի դակնաբե ես ցեզի քրեցի շատ արցունքով ոչ թե որբեսի դուք տրտմիկ, հապա որբեսի ճաշտակ այն սերը, որ ես ունեմ ցեզ վրա։ Եվ այդ սերը ուր դեն գոքար անշուշտ է
Աստծուց մեկ ու կարած սերը։ Աստծո սերն էր, որ Պողոս Արաքյան կուզե մեզի հայտնել։ Վերջացնելու համար այն Կորինթոսը դարձուց իր կենտրոնական գայանը։ Այսպիսով հիմնվեցին մի քանի եկեղեցիներ, ոչ թե միայն մեկ, քանի մի եկեղեցիներ եղան հոն։ Պողոսի բացակայությունը հոգեության տակ գտնվող եկեղեցիներու մասնագիորեն կլրացնե կշտատված եւ զորավոր նամակագրությամբ, որոնք սովորաբար կընդունվին որպես Աստծո խոսքը։ Եվ այս թղթերը կամ այս նամակները կընթերցվին եկեղեցիների մեջ, ինչպես որ այնադեր մենք մինչև հիմա կընթերցենք Պողոս Արաքյալին գրած նամակները եւ գիտեք ոմանք Աստծո խոսքն են։ Այսինքն Աստված ներշնչեց, Սուրբ Հոգին ներշնչեց Պողոս Արաքյալին, ինչ որ պետք է գրել եկեղեցիի շինության համար, որը մեր շինության համար։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, Տերը օրհնե իր սերտողությունը եւ հաջորդ շաբաթ շարունակենք Սերդենորեն առաջին Կորինթացիս գիրքը։